Միանշանակ լավագույններից մեկը դա մետաղյա տարբերակն է։ Պետք է հասկանանք, որ տանիքը ամենաշատն է հարձակման ենթարկվում ձյան, անձրևի, կարկուտի, տերևների, ճյուղերի կողմից, նաև թռչունների։ Եվ եթե ընտրել ամենաբարակ եւ էժան տարբերակը, դա նշանակում է, որ առնվազն 1-2 տարի հետո պարզապես պետք է բավականին շատ գումար էլի դնեք, որպեսզի նորոգեք տանիքը կամ լիարժեք փոխեք դրան։ Այստեղից հետևություն, եթե ընտրում ենք մետաղը, չենք վազում գնի եւ տեսքի հետևից։ Գնում ենք պրակտիկության եւ ճիշտ որոշումների հետևից։ Ինտերնետ, ChatGPT, YouTube բոլոր տեղերում կգտնեք ճիշտ ինֆորմացիա։ Ես ամեն ինչ գիտեմ։ Երկրորդ տարբերակը դա փափուկ տանիքն է։ Ամենակարևոր առավելությունը նա է, որ նա ծառայում է որպես ձայնամեկուսիչ։ Ջերմակայունության տեսանկյունից, եթե տանիքի սենդվիչը ճիշտ է պատրաստված, տարբերություն չկա, կլինի մետաղ թե փափուկ տանիք։ Նշեմ, որ ֆալս կլիկը նույնպես օգտագործում են տանիքի համար։ Ամենակարևոր մինուսը, որ սովորական պրոֆլիստից նա 2-3 անգամ ավելի թանկ է։ Ված չի։ Վերլուծելով այս ամենը պարզ է դառնում, որ չկա ունիվերսալ նյութ, որ իդեալական է յուրաքանչյուր որոշման համար։ Կան նյութեր, որոնք որ իդեալական են քո հողամասի, կլիմայի, բյուջեի համար։ Մեր խնդիրն է հասկանալ, թե ինչ տուն է ձեզ հարկավոր, ինչ սցենարով նա պետք է աշխատի, որպեսզի կարողանանք կոմբինացնել այն նյութերը, որոնք որ կծառայեն երկար, տունը արագ չի ծերանա եւ ամեն օր ձեզ կուրախացնի։ Չմոռանաք բաժանորդագրվել այս ալիքին, միանալ մեր Instagram-յան էջին, որովհետև մենք շարունակելու ենք այս վիդեո շարքը կարկասային տների, տեխնոլոգիաների եւ նյութերի մասին։ Մինչ նոր հանդիպում։